Կարմիր դուռ, դեղին դուռ։ Գլուխդ բաց ես անում ամեն տեսակ ազդեցությունների համար, մտնում ես ներսդ ու պտտվում ես ինչ-որ դռների միջով։ Այս ամենը մեծ վտանգ է հատկապես դեռահասների համար։ Այդ տարիքում խելքը պակաս է, հետաքրքրասիրությունը շատ։ Դեռահասի ուղեղը լցված է չմարսված տրավմաներով, վախերով եւ հիշողություններով։ Այդ խաղը կարա դառնա իսկական հոգեկան ռումբ։ Ու գիտես ինչն է ամենավատը։ Այս խաղը գովազդվում է որպես միստիկ բան, բայց ուշադրություն, այդ միստիկ բանը կարող է լեցնի չկառուցված ներաշխարհը։ Մարդը չի կարա դուրս գա սենյակից, որտեղ ներսից փակվել է։ Այն, ինչը չես կարող հասկանալ կամ վերահսկել, չփորձես խաղացնել, որ ներսիդ մութ անկյունները բացում ես, լավ մտածի։ Լույսով է դուրս գալու, թե ավելի խորը խավարով, որ մարդը վերջում չհասկանա։ Իրա գիտակցությունը դեռ իրա մոտ է, թե մնացել է այն դեղին դռան հետևում, որտեղ մի անգամ մտավ։ Սա մի խաղ է, երբ քո սեփական սիստեմն անջատում ես։ Դու ինքդ քեզ հանձնում ես քո ստվերին։ Ու գիտես ինչ է լինում, երբ ստվերը տեսնում է դուռ։ Բացում է, իսկ դուռը կարող է տանի դեպի քո ամենախորը տրավման, քո չբուժված վախը, քո մոռացված մղձավանջը։ Դու քեզ խաղացող ես համարում, բայց իրականում դու մանեկեն ես, իսկ խաղը քեզ է խաղում։ Ու ինչի ես այդ խաղի մեջ մտնում։ Տպավորվես, տպավորիչ լինես ընկերներիդ համար, դու քեզ ոչ թե սուպեր նինդզյա ես ցույց տալիս, այլ մեկը, որ քո հոգեկան տարածքը տալիս է փողոցին։ Այդ դռները մի հատ բացեցին, արդեն վազվզելու տեղ չունես։ Մարդիկ դուրս չեն գալիս դրանից նորմալ։ Կարա սկսվի անքնություն, մղձավանջներ եւ այլ ավելի խորը երևույթներ մի հատ խաղից։ Ամբողջ ինտերնետը լցված է, ոչինչ չի լինում, այս ուղակի զվարճանք է բացականչություններով։ Ու մարդկանց ուղեղները իրոք դառնում են զվարճանքի կենտրոններ, առանց անվտանգության գոտու, առանց վերահսկողության, առանց անվտանգության համակարգ։ Խաղ չի, այ ընկեր, սա վտանգ է։ Դու չես խելագարվում խաղալուց։ Դու խաղալով բացում ես խելագարության դուռը։ Ողջ կյանքդ դեռ առջևում է։ Ինչի ես տանում ուղեղդ ճամփեքով, որ ետդարձ չկա։